Պատարագի ժամանակ Սուրբ երգից հետո 3 երգ են երգվում։ Առաջինն ուղղված է Հայր Աստծուն, երկրորդը ուղղված է Որդի Աստծուն եւ երրորդն ուղղված է Սուրբ Հոգի Աստծուն։ Այսինքն այդ 3 երգերն ուղղված են Սուրբ Երրորդությանը։ Այսօր ես ձեզ պատմելու եմ այն մասին, թե այդ ինչ ենք երգում այդ երգերից առաջինի մեջ, հաջորդ անգամ կխոսենք երկրորդ երգի մասին եւ մյուս շաբաթ կխոսենք երրորդ երգի մասին։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, շարունակում ենք պատարագի բացատրությունը պարզ խոսքերով, ուրեմն ինչպես ասեցի, մենք գտնվում ենք նախորդ ձայնագրության մեջ կենտրոնական մասում պատարագի, որը կոչվում է գոհաբանության աղոտ եւ այնտեղ երգում է Սուրբ երգը, Սուրբ երգի հետո այսպիսի բան է կատարվում։ Դուք հիշում եք վերջին ընթրիքի ժամանակ Տեր Հիսուսը վերցրեց հացը, կտրեց եւ տվեց իր աշակերտներին, ասեց արեք կերեք սա իմ մարմինն է, հետո գինին տվեց, ասեց խմեք սա իմ արյունն է, որ հեղվում է ձեր մեղքերի թողության համար, եւ ասեց այս արեք իմ հիշատակի համար։ Սա մի ազնիվ, անznազո, անznուրած արարք էր, որ Աստված արեց մեր համար, եւ այդ խոսքերը քահանան կրկնում է Սուրբ երգից հետո եւ տեսեք ինչ է ասում է եւ օրհնեց, գոհություն տվեց, բեկանեց, այսինքն հացը կիսեց եւ տվեց ընտրյալ Սուրբ եւ սեղանակից իր աշակերտներին ասելով. «Առեք կերեք, այս իմ մարմինս է, որ ձեր եւ շատերի համար կբաշխվի մեղքերի քավության եւ թողության համար»։ Դուք այս մասը պատարագի մեջ լսում եք այսպես. «Առեք կերեք, այս է մարմին իմ, որ վասն ձեր եւ բազմած բաշխի, ի քավություն եւ ի թողություն մեղած»։ Այստեղ ժողովուրդն ասում է ամեն։ Մինչ ժողովուրդն ասում է ամեն, քահանան ծածուկ ասում է նույնպես եւ բաժակն առնելով օրհնեց, գոհություն տվեց, խմեց եւ տվեց իր ընտրյալ Սուրբ եւ սեղանակից աշակերտներին ասելով ու բարձրաձայն երգում է. «Խմեցեք սրանից բոլորդ, սա նոր ուխտի իմ արյունս է, որ ձեր եւ շատերի համար է թափվում մեղքերի քավության եւ թողության համար»։ Դուք սա լսում եք գրաբարով, քահանան երգում է. «Արփեք իսմանե ամենեքյան, այս է արյուն իմ նորոգ ուխտի, որ հաղագս ձեր եւ բազմած հեղանի, ի քավություն եւ ի թողություն մեղած»։ Ու այստեղ ժողովուրդն ասում է ամեն ու երգում է առաջի երգը ուղված Հայր Աստծուն։ Հիշեք, պատարագի մեջտեղում այս գոհաբանական աղոթքը ամբողջն ուղված է Հայր Աստծուն եւ տեսեք ինչ է ասում ժողովուրդը, որպեսզի մենք աղոթենք հասկանալով, ասում է. «Ամեն Հայր երկնավոր, քո որդուդ մահվան տվիր մեզ համար, որպես պարտապան մեր մեղքերի, նրա արյան հեղումով աղաչում ենք քեզ, ողորմիր քո բանավոր հոտիդ»։ Տեսեք ինչ լավ խոսքեր են։ Քո որդուն պարտապան տվեցիր մեր մեղքերի համար։ Սա գիտեք ինչքան կարևոր է։ Այն բոլոր մարդիկ, ովքեր որ մնում են Հիսուսի մեջ, Տեր Հիսուսն ասում է. «Ես եմ ձեր մեղքերի պարտապանը»։ Իր վրա է վերցնում այդ ամեն ինչը եւ գնում է հորն ասում է. «Հայր երկնավոր, ես եմ այս մարդկանց մեղքերի պարտապանը, ընդունիր նրանց քո արքայության մեջ, որովհետեւ ես իրանց վերցրել եմ իմ մեջ»։ Բայց սա չի նշանակում, որ մենք կարող ենք ցանկացած մեղք գործել կամ մեղք գործել եւ մտածել, որ Հիսուսը մեր մեղքերի պարտապանն է։ Բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն եւ մնում են իր մեջ, եւ ինքը ասեց վերջին ընթրիքի ժամանակ. «Մնացեք իմ մեջ եւ ես ձեզ մեջ»։ Եվ ասեց, եթե ինձ սիրեք, իմ պատվիրանները պահեք, ես եւ Հայրը կգանք եւ կբնակվենք ձեր մեջ եւ կհայտնենք մեզ ձեզ, եւ ասեց, ինձ սիրում է նա, ով պահում է իմ պատվիրանները։ Հիմա այս երգը եկեք սովորենք, ժողովուրդ ջան։ Ուրեմն բառերը գրաբարով այսպես է. «Հայր երկնավոր, որ զորթիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտյաց մերոց», այսինքն որ զորթիդ քո, որ քո որդուն տվեցիր իմա մեր պարտքերի որ վասն մեր պարտապան պարտյաց մերոց, հեղման պարյան նորա, այսինքն նրա արյան հեղվելով խաչի վրա, աղաչեմ կսկես, աղաչում ենք քեզ, ողորմյա քո բանավոր հոտի, այսինքն ողորմիր քո բանավոր հոտին։ Ինչ է նշանակում բանավոր։ Բանավոր նշանակում է խոսածող, բան ասող։ Ժողովուրդը Աստուծո բանավոր հոտն են։ Օրինակ գառների հոտը, ոչխարների հոտը բանավոր չի, որտեղ նրանք չեն կարող խոսել։ Իսկ մենք կարող ենք մտածել, բան ասել, միտք ասել, մտածել, մտածող արարածներ են։ Ողորմիր քո բանավոր հոտին։ Շատ գեղեցիկ երաժշտությունը եւ Եկմալյանի պատարագում եւ Կոմիտասյան պատարագում
Ես հիմա նվագեմ ու երգեմ ժողովուրդ ջան, դուք էլ մի քանի անգամ հետո առաջ տվեք այդ նվագենու երգերը եւ սովորեք, որպեսզի վաղը Կիրակի օրը որ պատարագի գնաք, այս երգը սրտով երգեք, հա։ Ուրեմն երբ որ քահանան ասի Արփեք իսմանե ամենեքյան, այս է արյուն իմ նոր ուխտի, որ հաղագս ձեր եւ բազմած եղանի, իքավություն եւ իտողություն մեղած, ամեն հայր երկնավոր, որ զորթին քո ետուր իմա, Վասն մեր պարտապան պարտյաց մերոց հեղմամբ արյան նորա աղաչեմ ըստ քեզ ողորմյա քո Տեսակ ինչ գեղեցիկ երգեր, այս խորհրդի մեջ, այս ընթացքում քահանան շարունակում աղոթելու ասում է հորն ա դիմում հայր Աստծուն, քո միածին որդին պատվեր տվեց մեզ նույնը անել միշտ ի հիշատակ իրեն։ Հիշում եք մեկ որ ասում են պատարագի մասնակցելը պատվեր է Քրիստոսից, դու չես կարա տունը նստես, եթե դու քրիստոնյա ես, ասես չէ, եւ մենք այստեղ հիշեցնում ենք քո միածին որդիդ պատվեր տվավ մեզ նույնը անելու միշտ ի հիշատակ իրեն եւ մեր մարդկային բնության հետ հասարակած ունեցած իր մարմնով, այսինքն իր աստվածային մեր մարմինը որ վերցրեց ինքը իր ունեցած իր մարմնով իջնելով մահվան ստորագույն վայրը եւ դժոխքի դռների կապանքներն ուրկներով ուրգնորեն խորտակելով քեզ միայն ճանաչեցրեց մեզ որպես ճշմարիտ Աստված դու որ Աստվածն ես ողջերի եւ մեռելների եւ հիմա մենք եւս ով Տեր ըստ այդ պատվերի այսինքն Քրիստոսի այդ պատվերի որ ասեց այս արեք իմ հիշատակի համար իմ մարմինն ու արյունը միշտ ճաշակելով կմատուցենք քո միածին որդու փրկական մարմնին եւ արյան խորհուրդը մենք հիմա ինչի ենք ստեղ հավաքվել հայր երկնավոր ասում է մատուցում ենք ըստ այդ պատվերի քո որդու մարմնի եւ արյան խորհուրդը հիշում ենք մեզ համար իր կրած փրկագործ չարչարանքը կենսատու խաչելությունը երեկորյա թաղումը երանի հարությունը աստվածանման համբարձումը քո աջ կողմը նստելը ով հայր եւ իր ահավոր եւ փառավորյալ երկրորդ գալուստը դավանում ենք եւ օրհնում տեսակ ինչ բառեր են ժողովուրդ ջան տեսնում եք ինչ կարեւոր իմաստ է պատարագի մասնակցելը եւ տեսակ վերջի խոսքերը երկրորդ գալուստն ենք դավանում եւ օրհնում քրիստոնեությունը անցած բան չի մենք սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեր փրկչի երկրորդ գալստյանը երբ որ նա գալու է զորությամբ եւ դատաստանի է կանչելու մեզանից բոլորին Եթե զայնագրությունը ձեր սրտին խոսում է առաջի բանը, որ ես կուզեի, որ դուք անեք, վաղը գնացեք պատարագի, կամ երբ էլ որ լսեք, առաջիկա կիրակին կամ պատարագի առիթով գնացեք պատարագի։ Մենք դեռ չգիտենք, թե քանի հատ պատարագի կարող ենք մասնակցել այս երկրի վրա ու քանի անգամ կարող ենք հաղորդվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնին եւ Արյանը։ Ճիշտ է, վաղը պատարագի ժամանակ Սուրբ հաղորդություն չի տրվելու, այլ հաջորդ կիրակի կտրվի բանի ժամանակ Տեր Հիսուսի Ծաղկազարդի պատարագի ժամանակ, երբ որ Տեր Հիսուսը մտնում է Երուսաղեմ, բայց ժողովուրդ ջան, ուղարկեք իրար այս զայնագրությունները, կիսեք ձեր էջերին, ձեր երեխեքին դրեք, թող լսեն, այդ էկրաններից կտրեք, դրեք, թող ձեր երեխաները լսեն, այս երգերը սովորեն, որպեսզի մենք մնանք Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, ինքն է ձեր մեղքերի պարտապանը։ Եթե դուք, ինքն է ձեր մեղքերի պարտքի Տերը, եթե դուք մնաք իր մեջ եւ պահեք իր պատվիրաններին Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եւ Հորը, եւ Սուրբ Հոգուն, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։